Ընտրություններում մեծամասնություն ստացած քաղաքացիական պայմանագիրն այս ընթացքում արդեն պաշտոններն է բաժանում։ Նոր էր հանգուցալուծվել ազգային ժողովի նախագահի աթոռի համար պայքարը, հիմա էլ կուսակցականներն առաջադրվեցին Ռուբեն Ռուբինյանի 2 տեղակալների պաշտոնների համար։ Ներքին ընտրություններում մրցում էին Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։ Քվեարկության արդյունքներն արդեն հայտնի են, կապ հաստատենք մեր թղթակից Շողիկ Գալստյանի հետ, բարի երեկո Շողիկ, և այսպես ովքեր կլինեն խորհրդարանի 2 փոխնախագահները քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Ողջույն Կարլեն, այո, 1.5 ժամ մոտավորապես այդքան տևած քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը քիչ առաջ ավարտվեց, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց արդյունքները, ըստ որոնց քաղաքացիական պայմանագրի վարչությունը ազգային ժողովի փոխոսնակների պաշտոնների համար ընտրել է 2 թեկնածու, առաջադրված 5 թեկնածուներից կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Կարող ենք լսել վարչապետի կարճ ճեպազրույցից հատված։ Քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Բայց այդ խնդիրը չեք տեսնում, որ կանանց կարելի է։ Գիտեք, հիմա տեսեք, երբ որ ասում ենք հավասարություն պետք է լինի, այսինքն հավասար մրցակցային պայմաններում կամ ընտրվել են կամ չեն ընտրվել։ Այսինքն այդ քննարկումը եղել է նախապես, թե արդյոք պետք է քվոտա սահմանենք, որ անպայման մի կին պետք է ընտրվի մի տղամարդ, որոշվել է, որ չսահմանենք քվոտա, քվեարկությունը ազատ թողնենք։ Իսկ խմբակցության ղեկավարի մասը որոշում ունեք արդեն։ Չէ, դե էլի առաջադրումների փուլը կսկսվի եւ էլի քննարկում եւ քվեարկություն տեղի կունենա։ Ընթացակարգով է անցնում վարչության։ Պարոն վարչապետ, իսկ ազգային ժողովի նախագահի, գործող նախագահի հետ կապված ինչ-որ պատկերացում կա թիմում, թե ինքը որպես падգամավոր պետք է շարունակի իր գործունեությունը։ Կքննարկենք, ինքն է որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի։ Ընտրված թեկնածուներից Վահագն Ալեքսանյանը չբացահայտեց փակ գաղտնի քվեարկության արդյունքում կուսակիցներից քանի քվե է ստացել, առհասարակ այդ թվերի վերաբերյալ որևէ քպական այստեղ որևէ տվյալ չներկայացրեց, բայց շնորհակալություն հայտնեց իր թիմին եւ պնդեց, որ առաջիկա տարիներին այդ պաշտոնում կփորձի արդարացնել իրեն տրված վստահությունը։ Կարող ենք նաեւ նրա ճեպազրույցից մի հատված լսել։ Կներեք, հիմա շատ անհամեստ կլինի ասելը, թե ինչի համար են մարդիկ ընտրել օրինակ ինձ, բայց կարծում եմ առհասարակ բնականաբար թե կատարած աշխատանքը եւ թե պոտենցիալ պաշտոնում մարդու հնարավոր գործունեությունն է գնահատվում։ Դուք որպես փոխնախագահ ինչ ներդրում եք ունենալ, օրինակ ասում են դե գալու են ժամանակ ամբիոնից էր գոռում, հոխորտում ընդդիմադիրների վրա, հիմա ավելի բարձրից նման գնահատականներ են հնչում, երբ որ ձեր թեկնածությունը հաստատվեց, այդպիսի փոխնախագահ եք լինելու։ Նախ պետք է ասենք, որ դեռ ազգային ժողովը պետք է քվեարկի մեր թեկնածություններին։ Այսինքն վստահ չեք, որ ձեր թիմը ձեզ այնտեղ կընտրի։ Ես մեր թիմի վրա առավել քան վստահ եմ, բայց ես կարծում եմ, որ պարկեշտ չի դեռևս վերջնական զուգահեռ պարկեշտ է բաժանել պաշտոնները, հա։ Պարոն Կիրակոսյան, պաշտոնները չեն բաժանվում նախ։ Ընտրվում են թեկնածություններ։ Չընտրված թեկնածուներից Եվրաինտեգրման հանձնաժողովի գործող հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հարցերին պատասխանեց, նա էլ ըստ էության անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչու իր կուսակիցները իրեն այնքան քվե չտվեցին, որ հենց ինքը դառնար 2 փոխնախագահներից մեկը։ Կարող ենք նաև այդ ճեպազրույցի այդ հատվածը լսել Եղոյանի հետ։ Հնարավոր է հավակնեք նաև խմբակցության ղեկավարի պաշտոն։ Չէ։ Ինչու։ Գոնե Եվրամիության նախագահի համար։ Չէ, ինչու։ Գիտեք, ես ինչու եմ հաճախ դժվարանում ինչու ոչ հարցին պատասխանել, որովհետև ես շատ դժվար եմ կարողանում, ընդհանրապես ամեն մարդ շատ դժվար է կարողանում, չէ, մարդը ինչ-որ բան ցանկանալու դեպքում պիտի պատճառ ունենա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացի կուսակցության վարչության այսօրվա նիստից լրագրողների մի քանի հարցերին եւս կարճ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ, այդ թվում անդրադարձավ ԵԱՏՄ-ի Ռուսաստանի հետ կապված խնդիրներին։ Ես առաջարկում եմ նաեւ լսենք այդ հատվածը վարչապետի ճեպազրույցից։ Նախատեսված հանդիպում չի եղել եւ
երկրների ղեկավարների հանդիպումների կարճ ժամանակ ասած ինքը մի շաբաթ մի օր չի, այսինքն առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված։ Ձեր հայտարարությամբ պետք է ընտրություններից մոտ 1 շաբաթ հետո լիներ, ասել եք հունիսի 2-րդ կեսին։ Չէ, դա ուրիշ թեմայի մասին է եղել եւ դա համենայն դեպս առաջիկայում կլինի համոզված եմ հանդիպում Մոսկովին կայանալիքի ՀԱՏՄ-նիստի շրջանակներում։ Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահներ չեն մասնակցում։ Քննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք։